Դեկա ես էլ։ Պատասն է ես էլ ունդիր։ Բայց ուրամ։ 2 տարեկան Ալվինան դեռ չի հասկանում, ինչու շատ նկարներում հայրիկն ու մայրիկը միասին են, իսկ ինքը չկամ։ Հայրիկին ու քերիին միայն լուսանկարներում է տեսել փոքրիկը։ Ասասես ու վա նկարումը։ Քերի։ Բա էմին ու վա։ Պապա։ Հայրապետյանների ընտանիքն առաջին անգամ 2020 թվականին էր ստիպված եղել թողնել հայրենի տունը։ Ամուսնացել ենք հոկտեմբերի 7-ին։ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ուրիշ տեղ ապրել այդպես էլ չկարողացան։ Վերադարձան Արցախ, Ստեփանակերտ։ Տղաս միտեղից, Մարիամ միտեղից, թե չէ, պետք է վերադառնանք Արցախ։ Ասում եմ, մեր գյուղը չկա, գնում ենք Արցախ, ինչ անենք։ Ասեցի, եթե մի կտոր հողակտոր կա Արցախում, մենք պետք է այնտեղ ապրենք։ Ու իմ տղան ասեց, ու ճանապարհվեցինք։ Ստեփանակերտում սկսվեց Մարիամի ու Արսենի անսահման սիրո պատմությունը։ Ամուսնացան 2022-ի հոկտեմբերի 7-ին։ Ճակատագիրը Մարիամին ու Արսենին սիրո եւ ջերմության ընդամենը 1 տարի տվեց։ Ամեն ինչ շատ քաղցր եմ հիշում։ Այն օրերի ապրածը, ամեն մի վայրկյանը, ամեն ինչ կտայի հիմա հետ վերադարձնելու համար։ Շրջափակման ժամանակ իմացան, որ բալիկ են ունենալու։ Ալվինան ծնվեց 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ինքը շատ էր ուրախացել, անընդհատ երգեր միացնում աղջկա մասին։ Ուրախ տենց երգելով գնում գալիս։ Միայն 1 օր, սեպտեմբերի 24-ին, Արսենը պինդ գրկեց իր փոքրիկ կին։ Միայն 1 օր, Ալվինան զգաց հայրիկի շունչն ու սերը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, պատերազմի օրը, Մարիամի զինվորական ամուսինն ու պայմանագրային զինծառայող եղբայրը դիրքերում էին։ Ասկերանից դեպի Աղդամի այդ դիրքերում էին, բարձունքներում էին, որովհետև իմ տղան բաներ հակաօդային էր ինքը, դե Արսենն էլ տեխնիկայի վրա էր, տանկի վրա էր, տանկիստ էր։ Հայրենիքի համար էլ ոչ մի բան չէին կարող անել։ Հրամանով թողեցին դիրքերը։ Ընտանիքների համար պետք է մի բան անեին։ Գոնե մի քիչ վառելիք գտնեին երեխային սովից, ցրտից, թշնամու ներկայությունից փրկելու համար։ Մարիամը Երևան հասավ ավտոբուսով, մի քանի օրական երեխայի, իր եւ ամուսնու ծնողների հետ։ Վառելիքը գտնելու համար մի քանի ժամով տնից դուրս եկած տղաները այդպես էլ չվերադարձան։ Ամսի 25-ն էր, մեկ էլ Իրիկվայան ուժեղ գմփոց լսվեց։ Մենք տանն էինք։ Տենց տանը դրսում անընդհատ դուրս էին գալիս, շարժը տենց մի խելագարության վիճակ էր։ Ու այդ գմփոցի հետ միասին ոնց որ որոտ լիներ, հետը անձրև տեղացա, ասենք երևի անձրևի ամպերի գոռոց էր։ Ու մեկ էլ դրսերում դե այնքան շատ մարդիկ կային, ասեցին, էս ինչ էս ինչ պահեստը պայթել է։ Մենք չէինք մտածում, որ կարող է մեր երեխեքը այնտեղ լինեին, որովհետև հա մի քանի բենզալցակայանում հերթ էին կանգնած, որ իրանց հերթը կգար, կգնային։ Բայց թե ոնց են իրանք հայտնվել այնտեղ, չգիտեմ։ Չգիտեին, տղաներին փնտրեին, 3 օրական երեխայի համար մանկական կեր գտնեին, թե Մարիամի կողքին կանգնեին, մխիթարելու, մխիթարվելու։ Արդեն ավտոներով մարդիկ դուրս էին գալիս, ասում էին, պետք է քաղաքը լքեք, որովհետև մերը չի։ Տղաները հիվանդանոցներում չէին։ Հույս ունեին, որ մյուս վիրավորների հետ Հայաստան տեղափոխված կլինեն։ Ողբերգական պայթյունից 1 ամիս անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատեց ամենածանր կասկածը։ Մեր երեխեքից տենց էլ լավ լուր չեկավ։ Չնայած լավ լուր էինք սպասում, ասում ենք, կարող չի որ մեր երեխեքի մի բան պատահած լիներ, որովհետև անընդհատ իրանք մինչև իրենց վերջի րոպեները անընդհատ օգնող էին, մարդկանց ձեռք մեկնող էին, ասում ենք մեր երեխեքին վատ բան չի լինելու, ուղղակի իրանք անգիտակից են, միգուցե ուշքի կգան ու կհավաքեն իրենց ու ձեն կհանեն։ Դե հա բարձյունը։
չարեցինք իրանց, տենց էլ կենթանի ողջ։ Ցավից կրացած ընտանիքի կողքին անմիջապես հայորդին կանգնեց։ Մարիամին հոգատարությամբ շրջապատեց հիմնադրամի մայրենիք ծրագիրը։ 2020-ի տեղահանությունից հետո ընտանիքը 4 բնակարան էր փոխել։ 5-րդն արդեն իրենցն է։ Տունն ամբողջովին կահավորվեց հայորդի բարեգործական հիմնադրամի կառուցելով հայրենի օջախներ ծրագրի շրջանակներում, իմաստ հարթակի աջակիցների միջոցով։ Լացն ու ծիծաղը խառնվել էր իրար, դե աննկարագրելի էր։ Մտանք մնացինք տենց շոկի մեջ ու այդ մի քանի քշեր անընդհատ աչք չէին կպցնում։ Մենք արդեն տուն ունենք։ Տուն ունենք առած մեր բալեքի։ Բնավորությամբ առհասարակ շատ ուժեղ են, բայց հարազատի կորուստը առավել ևս իրանցը ոնց որ իրանք իմ կյանքի ամենակարևոր մարդիկ էին։ Հիմա ոնց որ իմ մեջքի հետևում քամի լինի։ Մարիամն ուզում է այդ սառը քամին չզգան իր հարազատները։ Հիմա ինքն ու 2 տարեկան Ալվինան են ընտանիքի ամուր թիկունքը, նաև ապրելու ուղենիշը։ Ալվինկան գիտի արդեն նկարներով ճանաչում է եւ պապային, եւ քերին, ու անընդհատ ասում է՝ «Բա ուր են իրանք, ուր է պապան, ուր է քերին, ով է գնացել իրանց բերի, հեսա կբերեն»։ Դենց նկարներով ինքը գիտի, հարցեր տալիս է, որ պատասխան չունենք, չէ։ Միշտ ասում եմ՝ «Քո պապան քո սրտի մեջ է, քերը մեր սրտի մեջ է»։ Ինք անընդհատ երեխեք որ պապային ասում է՝ «Բա ուր է իմ պապան», ասում եմ՝ «Քո սրտի մեջ է»։ Սեփական տունը մխիթարում է, սակայն չի փակում իրական տուն վերադարձի հույսի ճանապարհը։ Հայորդին սկսում է նոր նախաձեռնություն, որի նպատակը պարզապես տուն կահավորելը չէ։ Կառուցելով հայրենի օջախներ ծրագիրը մարդկանց կյանք վերադարձնելու փորձ է։ Այս նախագծի միջոցով մենք լինելու ենք շատերի օջախներում։ Այնտեղ, որտեղ ցավը փոխարինվում է հույսով, որտեղ մարդիկ նորից սովորում են ապրել։